Սիրելի հետևորդներ, պատրաստում ենք բլինչիկ ամենահեշտ համեղ տարբերակով։ Ստացվում է արագ, համեղագույն և գոհացուցիչ։ Անպայման փորձեք այս տարբերակով։ Եկեք քայլ առ քայլ ցույց տամ իմ խոհանոցում։ Այստեղ ավելացրել եմ կարագ և բուսայուղ, որի մեջ տապակում եմ սոխ։ Երբ սոխը սկսում է դառնալ թափանցիկ, ահա այսպիսին, ավելացնում եմ աղ և մի փոքր տապակելուց հետո նաև աղացած միսը։ Սոխի վրա ավելացրի կավարի ոչ շատ յուղոտ միսը և հիմա կտապակեմ մինչև պատրաստ լինի։ Միսը տապակում ենք, կարող եք հենց այս փուլում էլ ավելացնել աղ, սև պղպեղ, իսկ ամենավերջում ցանկության դեպքում ավելացրեք թարմ կանաչի։ Փակ կափարիչի տակ մարմանդ կրակով եփեք մինչև պատրաստ լինելը։ Մինչ այնտեղ եփվում տապակվում է միսը, ես այստեղ բացել եմ իմ հին թխվածքների բաղադրատոմսերի տետրը և պատրաստում եմ իմ հայտնի բլինչիկ նրբաբլիթը։ 4 ձուն ավելացրեցի թասի մեջ, հիմա կավելացնեմ 3 բաժակ կաթ, ավելի ճիշտ 1 լիտր կաթ և մի պտղունց աղով լավ կհարեմ։ Բոլոր բաղադրիչները պիտի լինեն սենյակային ջերմաստիճանի։ Կաթը ինձ մոտ գրված է 3 բաժակ կաթ, 1 բաժակ գորգ ջուր։ 3 լիքը բաժակ կաթը և պլյուս 1 բաժակ ջուրը անում եմ 1 լիտր։ Հիմա տեսնենք, եթե կաթը 3 բաժակից շատ եղավ, միանգամից միայն կաթ կանեմ։ Կաթը ավելացնում եմ բաժակի մեջ։ Սրանք պաստերիզացված կաթեր են, սիրելիներ, կարող եք առանց եռացնելու օգտագործեք, միևնույն է ջերմային մշակման ենթարկելու է։ Ես կարծում եմ գոլջուր չեմ ավելացնի, 4-ն էլ միայն կաթ կանեմ։ Բոլոր բաղադրաչափերը կգտնեք տեսանյութի տակ, իմ շատ սիրելի հետևորդներ։ Արտակարգ բաղադրատոմսը, ինչպես տեսակ հինավուրց բաղադրատոմս, նշանակում է փորձված բաղադրատոմս։ Հիմա ավելացնեմ սոդա և 3 ճաշի գթալ բուսայուղ։ Բայց եկեք մի պահ միսը ստուգենք, տեսեք իրենից ինչքան հեղուկ է արտազատվել, ոչ միայն տապակվում է, նաև լավ եփվում։ Հիմա աղի համն էլ կտեսնեմ, կրակը ինչպես ասացի լավ մարմանդ արեք, որպեսզի միսը բացի տապակվելը նաև եփվի։ Նորմալ է աղը։ Շարունակում ենք պատրաստել միսը և շարունակում ենք խմորի պատրաստման գործընթացը։ Սոդա, բոլոր բաղադրաչափերը, ինչպես ասացի, կգտնեք տեսանյութի տակ։ 2 ճաշի գթալ բուսայուղ, բուսայուղն էլ ավելացրի և մի թեյի գթալ շաքարավազ։ Ես երբեմն շաքարավազի փոխարեն ջրիկ մեղր եմ ավելացնում, մի քիչ էլ շաքարավազ, խառնում ենք և ավելացնում ալյուրը։ Պիտի այնպես անենք, որ գնդիկներ չմնան։ Սիրելիներ, եթե այնուամենայնիվ գնդիկներ են մնում, դա տաքի և սառի համադրությունից է լինում, կարող եք քամել, էական չէ,
Անպայման խմորը պատրաստելուց հետո թողնում եք մի 5 րոպե հանգստանա։ Հիմա ավելացնեմ ալյուրներն ու ձեզ ցույց տամ, թե ինչպիսի զանգված պիտի ստանանք։ Լավ կլինի մաղած ալյուր ավելացնեք։ Մաս-մաս եմ ավելացնում, խառնում, մինչև չափաբաժինը վերջանա։ Այսպես ժամացույցի սլաքի ուղղությամբ։ Եթե սենյակային ջերմաստիճան են լինում հթած զանգվածը, ալյուրը շատ հեշտ տարալուծվում է, գնդիկներ էլ չեն մնում։ Հաջորդ չափաբաժին ավելացնեմ։ Ավելացրել եմ ամբողջ չափաբաժին ալյուրը, խառնում եմ։ Իդեպ իմ ալիքում կա բլինչիկի ևս մի բաղադրատոմս, որից ահագին շատ են ստացվում բլինչիկները, մի 60-65 հատ, նույնիսկ 70 հատ էր քույրիկս հանել, ու այնտեղ ես ալյուրի վրա քիչ-քիչ եմ ավելացնում թաց բաղադրիչները, ալյուրը բացում եմ այսպես ասած, այդպես գնդիկների հարցը լրիվ փակվում է։ Բայց այսօր ալարեցի այդպես անել, որոշեցի այս տարբերակով էլ փորձել ու ձեզ հրամցնել, որ դուք էլ որ տարբերակով ուզենաք, այդպես էլ անեք։ Որ լավ խառնեք, ոչ մի գնդիկ էլ չի մնա, տեսեք։ Թողնում եմ հանգստանա, այս ընթացքում նաև պետք է սառչի միսը։ Տեսեք, եթե մի քիչ էլ ինտենսիվ խառնեմ, ոչ մի քամել, ինքն իրեն բացվում է։ Հարթ, ընտիր, խմոր։ Գրեթե չկան գնդիկներ։ Անցնենք առաջ։ Միսը գրեթե պատրաստ է, մսի վրա ավելացրել էի աղ և սև պղպեղ, հիմա էլ ավելացնում եմ կարմիր քաղցր պղպեղ և ամենի սերմի փոշի, արտակարգ համադրություն։ Ձայնից էլ է երևում, որ մսի ջուրը արդեն գոլորշացել է և միսը սկսել է տապակվել։ Բլինչիկները փաթաթելուց առաջ աշխատեք, որ միսը հովացած լինի։ Ինքան համով է բուրում, ես շատ եմ սիրում, որ բլինչիկի միջուկում նաև թարմ կանաչու համն է զգացվում։ Հիմա մի քիչ գինձ և սամիկ կկտրատեմ։ Կանաչին ավելացնելուն պես անջատում ենք կրակը։ Մի քիչ է թող տապակվի, ավելացնեմ ու անջատեմ։ Ահա, ավելացնում եմ նաև կանաչին։ Իդեպ, ինչպես ասացի, կանաչին ցանկության և ճաշակի հարց է, կարող եք չավելացնել, ինչպես նաև սեզոնի հետ կապված, կարող է թարմ կանաչի, այսքան անուշաբույր չլինի, պարտադիր չէ։ Վերջ, կրակն արդեն իսկ անջատել եմ, ահա այսպես տակ-տակ խառնում եմ, թողնում եմ միսը հովանա, անցնում ենք բլինչիկները թխելուն։ Բլինչիկի թավաները դրել եմ լավ տաքանա, տակը շատ թեթև բուսայուղ կանեմ վրձինով ու կթխեմ բլինչիկները։ Թավաների մեջ մեկական կաթիլ բուսայուղ եմ ավելացնում, շատ քիչ, վրձինով տարածում եմ, տեսեք ինչ ծակոտկեն հավասար խմոր է ստացվում։ Հիմա կշրջեմ, մնացած գործընթացը դուք գիտեք։ Անպայման փորձեք այս բաղադրատոմսով սիրելիներ ու վայելեք։ Իդեպ փաթաթված բլինչիկները սառցարանում կարող են մինչև 6 ամիս չկորցնել իրենց թարմության և պահպանման ժամկետը։ Արագ շրջեմ։ Անչափ հապուկ, անչափ հիանալի բաղադրատոմս է, հեշտ, հանգիստ, ամեն ինչ կատարվեց ձեր աչքի առջև, ինքներդ էլ կարող եք հենց այսպես պատրաստել։ Մարդ կա, շատ է կարմրացնում, ես շատ չեմ կարմրացնում։ Այ, շատ կարմրեց։ Սիրելի հետևորդներ, բլինչիկները պատրաստ են, հենց նոր վերջացրի, դեռ տակ-տակ են, ուզում եմ ձեզ ցույց տալ, թե ինչ էլաստիկ է,
չի պատռվում, ոչինչ չի լինում, դեռ տաք է, գոլորշին տեսնում եք։ Հիմա մի քիչ հովանա, փաթաթեմ ու տապակեմ, վայելենք։ Ճիշտն ասած, այս անգամ բլինչիկի գող չունեինք, ոչ ոք վրայից չի տարել, հիմա որ փաթաթեմ, նաև կհաշվեմ, թե մի չափաբաժնից քանի բլինչիկ ստացա։ Համով, անչափ համով, տեսեք ինչ էլաստիկ, չի պատռվում ու շատ լավ ստացվեց առաջին իսկ անգամից, տեսակ չէ, հետո էլ թավաների վրա ձետ չքսեցի, ահա այսպես ծակոտկեն, ինչպես ասում են աժուրնի, տեսեք, ծակոտիներով ինչքան գեղեցիկ ժանյեկազարդ բլինչիկներ ստացանք, նրբաբլիթներ, իսկապես նրբաբլիթներ։ Վերջ սիրելիներս, փաթաթեցի բլինչիկները, տեսեք ինչ սիրուն, ինչ փմփլիկ բլինչիկներ ստացա։ Հիմա կտապակեմ ու կհյուրասիրեմ բոլոր նրանց, ում սիրում եմ։ Համի հրավառություն, ասեք ով չի սիրում բլինչիկ, բարյախորժակ բոլորիդ, ովքեր գնահատում են Միլայի խոհանոցը, Միլայի բաղադրատոմսերը և պատրաստում են հենց իմ բաղադրատոմսերով։ Սիրելի հետևորդներ, քիչ հետո նաև դեգուստացիա կանենք, բայց մինչ այդ շտապեմ հիշեցնել, որ կարող եք ինձ հետևել նաև Ինստագրամում, Ֆեյսբուքում և TikTok-ում, իմ բոլոր հասցեները այս տեսանյութի տակ նկարագրության բաժնում են։ Եկեք դեգուստացիա անենք, սիրելիներս։ Փափուկ, համեղ, շատ լավն է, անպայման այսպես պատրաստեք։